Նախորդ տարի որոշ տվյալներով Հայաստանում ընդհանուր գրանցվել է 95-ից 100,000 ճանապարհատրանսպորտային պատահար, այսինքն այս թվի մեջ ներառված են նույնիսկ մեքենաների փոքրիկ քերծվածքները, որոնց հետևանքով ժամերով փողոցներում խցանումներ է առաջանում։ Մեծ թիվ է, համաձայն ենք, իսկ ինչ է լինում, երբ պատահարի մասնակիցները վերջապես ազատում են փողոցը։ Սկսում է աշխատել ապահովագրական համակարգի ծանր անիվը, գնահատում, փոխհատուցում եւ այլն։ Բայց ամեն ինչ այդքան դյուրին չէ։ Նախորդ նոյեմբերին գնաց նոր մեքենայով պատահարի մասնակից դառնալուց հետո Հարությունն օրինակ հասկացել է, որ ոչ միայն ԱՊՊԱ-ի, նույնիսկ կասկոյի առկայությունը քեզ չի փրկի բյուրոկրատական քաշքշուկներից։ Ես մնում խաչմերուկի մեջ հենց ազատվում է ճանապարհը, որ ես կարողանամ դուրս գամ, հանդիպակաց կողմից մի այլ մեքենա անցնում է դիմացով ու ես խփում եմ իրան կողքից, բայց ես մեղավոր չեմ, որտեղ ինքը մտել է խաչմերուկ այն ժամանակ, երբ որ մեքենա կար։ Փորձագետը հենց այդպիսի եզրակացություն էլ տվել է։ Հարությունը մեղավոր չէ եւ ապահովագրականը պետք է փոխհատուցի նրա ծախսերը։ ԱՊՊԱ-ն որոշել է, որ վնասը կազմում է 2,700,000, իսկ պաշտոնական ներկայացուցիչը գնահատել էր 3,600,000։ Այսինքն իմ մոտ ստացվում է 900,000-ի նաև գումարային տարբերություն։ Ինչպես է ստացվում, որ հաճախ ապահովագրականների որոշած փոխհատուցումն ու վերանորոգման իրական բյուջեն իրարից էապես տարբերվում են։ Երկար տարիներ է, ուրեմն ապահովագրական բյուրոն փորձում է ներդնել համակարգ միախառնված արհեստական բանականության հետ, այսինքն եթե ունենք Volvo Magnus-ի մեքենա երկու տարբեր դեպքերով նմանատիպ վնասվածքներով, ինքը արժեքը նույնանման հաշվի։ Իրականում լուծումը պարզ է։ Եթե օրինակ մեքենան այսքան ամսվա կյանք է ունեցել, ուրեմն դետալներն էլ պետք է լինեն դրանից ոչինչ։ Դրանք էլ հնարավոր է ներկրվեն դասի շուկաներից։ Քեզ ասել են գնալ լուսացակդ վերանորոգի, հնարավոր է վերանորոգել, հնարավոր է գնալ առնել ոչ օրիգինալը, հնարավոր է առնել օգտագործած մեքենայի վրայից հանել։ Դա չի հետաքրքրում, դա երկար process է, դու պետքա բանակցես, ապացուցես, որ քո մեքենան նոր է եւ դու չես ուզում երկրորդական շուկայից ձեռբես կամ քո մեքենան կարա լինի յուրահատուկ եւ չլինի երկրորդական շուկայում, դու ստիպված դա պատվիրես օրիգինալը։ Ապահովագրական ոլորտում գնահատման մոդելը փոխվի, այսինքն առաջնային փորձաքննություն ոչ թե անի ապահովագրական ընկերության աշխատակիցը, այլ կրկնակի նման անկախ փորձագետ անի, դրանով իսկ հարցը կլուծի։ Ինչևէ, Հարությունը բողոքարկել է եզրակացությունը եւ ԱՊՊԱ բյուրոն արդյունքում որոշել է փոխհատուցման այլ գումար՝ 3,300,000 դրամ, բայց օրենքով ԱՊՊԱ պայմանագրով կարող է փոխհատուցվել այս գումարից միայն 2,500,000 դրամը։ Մնացածը պետք է ծածկի կասկոյի պայմանագիրը։ Կասկոն ասաց, որ ոչ, դուք չեք կարող սկսեք վերանորոգումը, որտեղ մենք էլ ունենք մեր գործընթացը։ Ես 1 ամիս մնացի առանց մեքենայի, զրկվեցի իմ տրանսպորտային միջոցից, որը ուներ համ ԱՊՊԱ, համ կասկո։ Այսինքն տրամաբանությունը հիմնականում հետևյալն է, եթե դու ունես ապահովագրություն, ուրեմն ապահովված ես վթարից եւ վթարի ժամանակ անմեղ լինելուց վնասներ կրելուց։ Բայց դա տենց չի, որովհետեւ այդ process-ը տևում է այնքան երկար, որ դու մեկա կրում ես վնասներ, որտեղ դու չունես մեքենա, օգտվելու ես տաքսիներից, որը հավելյալ ծախս է։ Վերջնացունքում, ունենալով երկու ապահովագրական պայմանագիր, ԱՊՊԱ եւ կասկո, մարդը տևական ժամանակ քաշքշուկների մեջ է ընկել, գործին խառնել ծանոթ ընկերների եւ միևնույն է, ֆինանսական կորուստներ ունեցել։ Արդյունքում ես մոտավորապես 700,000-ի կարգի հիմա պետքա գումար ավելացնեմ։ Գործընթացները այնքան երկար է տևում, որ հասնում է մի պահ, որ դու ասում ես ասեք ինչ եմ անում, ինձ պետք է մեքենան վերանորոգել, արդեն հետաքրքիր չի։ Նման քաշքշուկի մեջ ես ընկնում, երբ պատահարի հետևանքով վիրավորներ չեն եղել։ Իսկ եթե կա վիրավոր, այդ դեպքում ուրիշ պատմություն է սկսվում։ Նախորդ տարի 4784 վիրավորումների հանգեցրած պատահար է գրանցվել։ Բոլոր այդ դեպքերում մասնակիցների մեքենաները փոխադրվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Օրինակ շատ հայտնի դեպք կար, որ մի քանի ամիս այս ոստիկանության աշխատողները երկար ժամանակ կանգնած մեքենաները թալանել էին, քրեական գործեր էր հարուցվել ու մեղքները ապացուցվել։ Ինչ է լինում հետո։ Քննությունը պարզում է մեղավորին, անմեղին, հետո տուժածը ստանում է վնասի փոխհատուցում։ Իսկ որքան է տևում այս process-ը, խոսքը 1 կամ 2 ամսվա մասին չէ։ Այդ գործընթացը տևում է ամիսներ եւ նույնիսկ տարիներ։ Խնդիրն այն է, որ եթե պատահարի մասնակիցը նույնիսկ 100%-ով անմեղ է, միևնույն է, նրա մեքենան եւս պետք է ժանգոտվի հատուկ պահպանվող տարածքում։ Միջնորդային ուրեմն քննիչներին մեքենան վերադարձնելու ու դա օրենքով ամրագրվեր, որը հնարավորություն կտար, այսպես ասած, նախնական ակնհայտ անմեղ մարդուն տիրապետել իր մեքենան
որը իր համար ուրեմն եկամտի աղբյուր է հանդիսանում։ Փորձագետները շատ արագ եզրակացություններ տան, շատ արագ, որովհետև իրականում շատ լուրջ գործեր չեն, այսինքն մահվան ելքի հետ կապված չի, որ ամիսներով խորությամբ հետազոտվի բանան։ Մեր զրուցակիցը նախկինում աշխատել է հենց նման փորձագիտական կենտրոնում։ Նշում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարներին վերաբերող փորձաքննություններն ավելի արագ իրականացնելու գործնական հնարավորություն չկա։ Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքով հետքաբանական փորձաքննության նշանակվել կա նմանատիպ փորձաքննություն կատարող օրինակ 3 փորձագետ, բայց այդ 3 փորձագետի վրա կա օրինակ պայմանականորեն մի 100 փորձաքննություն տարբեր ոլորտներով, ոչ միայն ճանապարհատրանսպորտային, ու այս ծանրաբեռնվածությունը կարող հանգեցնի նրան, որ փորձաքննությունը ձգձգվի։ Իսկ ինչու են մասնագետները քիչ կհացնեք։ Եթե քննչական մարմնից եւ դատարաններից ստացվող դիմումներն այդքան շատ են, կարող են հաստիկներ ավելացնել։ Աշխատավարձը մրցունակ չի, օրինակ հենց քննիչի աշխատավարձի հետ, չնայած էլի ամենայն հարգանքով քննիչի արած աշխատանքին, ծանրաբեռնվածությունը միգուցե այնքան չհասնի փորձագետինը քննիչին, բայց մրցունակ չի աշխատավարձները փորձագետինը 220-250 մինչև 300 սենց ասեմ։ Վերջերս նույնիսկ լուրեր էին պատտվում, որ փորձագիտական կենտրոններում աշխատելու հնարավորություն կարող են ստանալ նաև միջին մասնագիտական կրթություն ստացած անձինք։ Օրենսդրական այս փոփոխությունը, սակայն, այդպես էլ չդրվեց շրջանառության մեջ, հավանաբար կանխատեսելով բացասական արձագանքները։ Այսինքն, եթե դու քո համար վարում ես մեքենադ ու քո կամքից անկախ դառնում ես ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից, կարող ես նվազագույնը կես տարով զրկվել այն վարելու հնարավորությունից։ Իսկ եթե այդ մեքենան քո ապրուստի միջոցն է, ապա պատկերն ավելի խոսուն է դառնում։ Քննիչին ասում ես, դե ես ինչ մեղք ունեմ, բժիշկն եմ ուշացնում։ Հիմա բժշկական հիմնարկ գնում ես, ասում ես ինչ եք ուշացնում, ասում ուղարկել եմ քննիչին։ Հետ ես գալիս քննիչին ես հարցնում, ասում դե ավելի լուրջ գործեր են քննում, բա գիտես քո ժամանակը ունեն, դե ուղարկել եմ դատախազին, որ հաստատի, բայց հələ մի 2 շաբաթից նոր ուղարկելու է։ Հետո ընթացքում գնում է արձակուր, դե տես դա անդախ բյուրոկրատիա էլի, դա անդախ իր ընթացքով գնում է։ Անորոշությունը ինքը արդեն տեղից թե կոռուպցիոն ռիսկեր են ստեղծում, թե բյուրոկրատիա են ստեղծում, թե անվստահություն վարչական մարմինների նկատմամբ պետական մարմինների, թե չարաշահումներ են ստեղծում։ Եվրոպական երկրների զգալի հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարից տուժած վարորդին օրական փոխհատուցում են 50-ից 100 եվրո, կախված մեքենայի մոդելից։ Տաքսիներից օգտվելու համար միջև որ մեքենան կվերանորոգվի։ Որոշ պետություններում ընդունված է փոխհատուցումը տալ մեքենայի տեսքով, այսինքն ապահովագրականը մարդուն ապահովում է մեքենայով, միջև նրա մեքենան կվերանորոգվի։ Արդար է, կարծում եմ այո։ Արմեն Նաթալյան, Անդրանիկ Ներկարարյան, Սուրանկյուն։